Քաղաքականության մեջ երբեմն զարգացումներն այնքան արագ են փոխվում, որ երեկվա կոշտ հակամարտությունները մեկ օրում կարող են վերածվել ժպիտների և համատեղ պարերի։ Հենց նման պատկեր է այսօր իշխող թիմում Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փոխհարաբերությունները փոխվել են։ Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հունիսին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Դավոյանը փորձել է սևացնել Ավինյանին, նրան մեղադրելով կոռուպցիոն պատմությունների մեջ։ Փաշինյանը, սակայն, պահանջել էր օդում մեղադրանքներ չհնչեցնել և ներկայացնել կոնկրետ փաստեր։ Արփի Դավոյանը որոշակի զեկույց էր ներկայացրել Ավինյանի դեմ, սակայն դրանից հետո հայտնվել էր իշխանական թիմի սև ցուցակում։ Ավինյանն իր հերթին չափազանց կոշտ էր արձագանքել Դավոյանին, մեղադրելով անհիմն զրպարտության և սուտ տեղեկություններ տարածելու մեջ։ Ավելին, անգամ լուրեր տարածվեցին, որ սպառնալից հաղորդագրություններ են ուղարկել, որտեղ հնչել էր կոշտ ձևակերպում՝ մեջբերում եմ ոչնչացնելու եմ քեզ, մեջբերման ավարտ։ Իրավիճակը բարկացրել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքականությունը, ինչպես երևում է, ոչ միայն հակամարտությունների, այլև արագ հաշտությունների աշխարհ է։ Նախօրեին համացանցում հայտնված տեսանյութը դրա մասին է։ ՔՊ անդամները ուրախ ավտոբուսի մեջ պարում են և կադրում կողք կողքի երևում է ոխերիմ թշնամիներ Ավինյանն ու Դավոյանը, նրանք ժպտում են, պարում են և միասին ուրախանում։ Այսպիսով, զազրելի կոռուպցիայի և զրպարտության էջը փակված է, ՔՊ-ն ընտրությունների է գնում։